Երբ հայրենական պատերազմի ավարտից հետո 1994 թվականի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտան Երանի կենտրոնում գտնվող մի շենք, նրանք գտան փաստաթղթեր, որոնք պարզապես չպետք է գոյություն ունենային։ Դրանք բանկային փոխանցումների ծածկագրված ցուցակներ էին, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես են միլիոնավոր դոլարներ տեղափոխվել երկրից դուրս հենց այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը սառնամանիքում էր ապրում։ Բայց ամենաշոկայինը այն էր, որ այդ փաստաթղթերում հանդիպում էին անուններ, որոնք հետագայում դարձան Հայաստանի ամենահարուստ մարդիկ։ Ո՞վ էր կազմակերպել այդ գործարքները։ Ինչպես էին սովորական մարդիկ դառնում միլիոնատերեր, երբ ողջ երկիրը սովից էր մեռնում։ Եվ ամենակարևորը, ինչու այդ փաստաթղթերը հանկարծ անհետացան ազգային անվտանգության արխիվներից հենց 5 օր անց։ Գագիկ Ծառուկյանի անունը այսօր հայտնի է բոլորին։ Բազմամիլիարդատեր, քաղաքական գործիչ, Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր։ Բայց քիչերը գիտեն, թե ինչպես սկսվեց այս ամենը։ 1991 թվականին, երբ Հայաստանը նոր էր անկախություն ստացել, երբ մարդիկ հերթեր էին կանգնում հացի համար, երբ էլեկտրականությունը լույս էր տալիս օրական 2 ժամ, Գագիկ Ծառուկյանը արդեն իսկ սկսել էր կառուցել իր կայսրությունը։ Նա 28 տարեկան էր, բայց արդեն ուներ կապեր, որոնք շատերին հասանելի չէին։ Ինչպես է հնարավոր, որ մի երիտասարդ մարդ, որը պաշտոնապես զբաղվում էր սպորտով, հանկարծ դառնում է խոշորագույն բիզնեսմենների շարքում։ Նրա նախկին մարզիչը, որը խոսում է առաջին անգամ 35 տարի անց, պատմում է մի պատմություն, որը սարսափեցնում է։ Գագիկը միշտ էլ տարբեր էր մյուսներից, ասում է նա, ձեռքերը դողալով։ Նա ուներ կապեր, որոնց մասին մենք նույնիսկ չէինք երազում։ Երբ բոլորը մտածում էին, թե ինչպես վաղը հաց գտնել, նա արդեն պլանավորում էր բիզնես։ Բայց ամենաարտասովորը այն էր, որ նրան պաշտպանում էին մարդիկ, որոնց անուններն անգամ չէինք իմանում։ Ո՞վ էին այդ մարդիկ։ Ինչպես էր մի երիտասարդ մարզիչ ստացել այդպիսի հովանավորություն։ Եվ ինչի դիմաց էր այդ պաշտպանությունը տրվում։ 1991 թվականի աշնանը Երանում սկսեցին բացվել առաջին մասնավոր ընկերությունները։ Սովետական համակարգը փլուզվում էր, նոր հնարավորություններ էին բացվում նրանց համար, ովքեր գիտեին, թե ինչպես օգտագործել այդ քաոսը։ Գագիկ Ծառուկյանը հիմնեց իր առաջին ընկերությունը՝ Multi Group-ը։ Պաշտոնապես այն զբաղվում էր ապրանքների ներմուծմամբ։ Բայց ինչպիսի ապրանքներ կարող էին ներմուծվել երկիր, որտեղ մարդիկ փող չունեին նույնիսկ հացի համար։ Եվ ավելի կարևորը, որտեղից էր երիտասարդ ձեռնարկատերը ստանում կապիտալ այդ բիզնեսը սկսելու համար։ Նախկին մաքսային ծառայության աշխատակիցը, որը պայմանով է համաձայնվել խոսել, բացահայտում է մանրամասներ, որոնք երբեք չեն հրապարակվել։ Մենք տեսնում էինք, թե ինչպես են բեռնատարները անցնում սահմանը, ասում է նա։ Դրանք լի էին ապրանքներով, սիգարետ, ալկոհոլ, շքեղ ապրանքներ։ Բայց փաստաթղթերը միշտ էլ կարգին էին։ Ավելին, մենք ստանում էինք հրահանգներ վերից, որ այդ բեռնատարները չստուգենք շատ խստորեն։ Ո՞վ էր տալիս այդ հրահանգները։ Ինչպիսի կապեր ուներ Ծառուկյանը, որ նրա բիզնեսը այդպես հարթ էր ընթանում, երբ ուրիշները խեղդվում էին բյուրոկրատիայի մեջ։ Բայց իսկական հարցը ավելի խորն է։ 1991 թվականին Հայաստանը էներգետիկ ճգնաժամի մեջ էր։ Էլեկտրականությունը չկար, գազը չկար, բենզինը դժվարությամբ էր գտնվում։ Ինչպես կարող էր մի ընկերություն զարգանալ այդպիսի պայմաններում։ Պատասխանը կայանում է մի փաստաթղթում, որը պահպանվել է ազգային արխիվում։ Այդ փաստաթուղթը ցույց է տալիս, որ Multi Group-ը ստացել էր հատուկ թույլտվություն օգտագործելու դիզելային գեներատորներ, երբ ողջ Երանը սեր։ Ո՞վ տվեց այդ թույլտվությունը։ Եվ ինչի դիմաց։ Նախկին էներգետիկայի նախարարության աշխատակիցը պատմում է մի դրվագ, որը լույս է սփռում այս հարցի վրա։ Հիշում եմ, երբ բոլոր ձեռնարկությունները փակվում էին էլեկտրականության բացակայության պատճառով, մի քանի ընկերություններ շարունակում էին աշխատել, ասում է նա։ Մենք հարցնում էինք, ինչպես, մեզ պատասխանում էին, որ դա պետական շահերի հարց է։ Բայց մենք գիտեինք, որ դա ճշմարտությունը չէր։ Դրանք մասնավոր շահեր էին, շատ բարձր մակարդակի մասնավոր շահեր։ Ինչպիսի շահեր։ Ո՞վ էր օգտվում այդ քաոսից։ Եվ ինչու։ Ծառուկյանը դարձավ այդ ընտրյալների մեջ մեկը։ 1991 թվականի վերջին Հայաստանում սկսվեց մի ելույթ, որը հետագայում կոչվեց վաուչերների սկանդալ։
Սովետական ձեռնարկությունները մասնավորեցվում էին, քաղաքացիները ստանում էին վաուչերներ բաժնետոմսեր գնելու համար։ Բայց շատ քիչ մարդիկ հասկանում էին, թե ինչպես օգտագործել այդ վաուչերները։ Եվ այստեղ է, որ սկսվում է Ծառուկյանի հարստության հաջորդ գլուխը։ Նրա ընկերությունը սկսեց հավաքել վաուչերներ մարդկանցից, խոստանալով նրանց փող կամ ապրանքներ։ Բայց այդ վաուչերների իրական արժեքը շատ ավելի բարձր էր, քան այն, ինչ վճարվում էր մարդկանց։ Նախկին վաուչերների հավաքման կենտրոնի աշխատակիցը պատմում է, թե ինչպես էր այդ համակարգը աշխատում։ Մարդիկ գալիս էին հերթերով, ասում է նա։ Նրանք չունեին փող, չունեին կերակուր։ Մենք նրանց առաջարկում էինք 5 կիլոգրամ շաքար կամ 2 տուփ մակարոն իրենց վաուչերի դիմաց։ Նրանք համաձայնվում էին, որովհետև չգիտեին, որ այդ վաուչերը կարող էին արժենալ հազարավոր դոլար։ Մենք հավաքեցինք հազարավոր վաուչերներ, հետո դրանք օգտագործվեցին խոշոր ձեռնարկություններ գնելու համար։ Ո՞վ էր կազմակերպել այդ համակարգը։ Ո՞վ էր ստանում շահույթը։ Եվ ինչու։ Իշխանությունները չարգելեցին այդ գործընթացը։ Բայց Ծառուկյանի բիզնեսի ամենազարմանալին կողմը չէր վաուչերը կամ ներմուծումը։ Այն էր նրա կապը Ռուսաստանի հետ։ 1991-ից 1994 թվականներին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր Ադրբեջանի հետ, երբ սահմանները փակ էին, երբ ապրանքներ ներմուծելը գրեթե անհնար էր, Ծառուկյանի ընկերությունը շարունակում էր բերել ապրանքներ Ռուսաստանից։ Ինչպես էր դա հնարավոր։ Ո՞վ էր բացում այդ ճանապարհները նրա համար։ Եվ ինչու։ Հենց նա ստացավ այդ արտոնությունը։ Նախկին սահմանապահ, որը ծառայել է Հայաստան-Վրաստան սահմանին, պատմում է մի դեպք, որը պատասխանում է այդ հարցերին։ Մի գիշեր մենք ստացանք հրաման թողնել անցնի մի բեռնատարների շարասյուն, ասում է նա։ Դրանք չունեին սովորական փաստաթղթեր։ Բայց հրամանը եկել էր ուղղակի Երանից, շատ բարձր մակարդակից։ Մենք չէինք կարող հարցեր տալ։ Հետո իմացանք, որ այդ բեռնատարները պատկանում էին Ծառուկյանի ընկերությանը։ Ո՞վ էր տալիս այդ հրամանները։ Ինչպիսի կապեր ուներ Ծառուկյանը պաշտպանության նախարարության հետ։ Եվ ինչու։ Այդ կապերը պահպանվում էին այդքան խստորեն գաղտնի։ 1994 թվականին, երբ Հայաստանը Ադրբեջանը ստորագրեցին հրադադար, երբ պատերազմը ավարտվեց, երբ երկիրը սկսեց դանդաղ վերականգնվել, Գագիկ Ծառուկյանը արդեն էր մի հարուստ մարդ։ Նրա ընկերությունը վերահսկում էր ներմուծման մեծ մասը, ուներ կապեր բանկերի հետ, սկսել էր ներդրումներ անել անշարժ գույքի մեջ։ Բայց ամենակարևորը, նա ստացել էր մի բան, որը փողից ավելի արժեքավոր էր։ Նա ստացել էր պաշտպանություն։ Պաշտպանություն այն մարդկանցից, ովքեր վերահսկում էին Հայաստանը։ Նախկին ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը, որը պայմանով է համաձայնվել խոսել, բացահայտում է մի փաստ, որը շոկայնորեն է։ Մենք ունեինք հրահանգ չստուգել որոշակի մարդկանց բիզնեսները, ասում է նա։ Այդ ցուցակում էր Ծառուկյանի անունը։ Մենք չէինք կարող հարցեր տալ, չէինք կարող քննել նրա գործարքները։ Երբ հարցնում էինք, ինչու, մեզ պատասխանում էին, որ դա պետական անվտանգության հարց է։ Ինչու։ Մի բիզնեսմենի պաշտպանությունը դառնում էր պետական անվտանգության հարց։ Ո՞վ էր կայացրել այդ որոշումը։ Եվ ինչ էր ստանում պետությունը դրա դիմաց։ 1995 թվականին Հայաստանում սկսվեց նոր փուլ։ Լոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը փորձում էր կարգավորել տնտեսությունը, բայց քաոսը շարունակվում էր։ Եվ այդ քաոսի մեջ Ծառուկյանի ընկերությունը շարունակում էր աճել։ Նա սկսեց բացել ավտոլվացման կենտրոններ, ռեստորաններ, խանութներ։ Բայց այդ բիզնեսները պահանջում էին հսկայական ներդրումներ։ Որտեղից էր գալիս այդ փողը։ Բանկերը գրեթե չէին տալիս վարկեր, օտարերկրյա ներդրողները վախենում էին Հայաստան գալ։ Ուրեմն որտեղից էր Ծառուկյանը ստանում միլիոնավոր դոլարներ։ Նախկին բանկային աշխատակիցը պատմում է մի պատմություն, որը պատասխանում է այդ հարցին։ Մենք տեսնում էինք անսովոր գործարքներ, ասում է նա։ Փող էր գալիս օֆշորային հաշիվներից, ընկերություններից, որոնց անուններն անգամ չէինք լսել։ Բայց այդ փողը անմիջապես փոխանցվում էր Ծառուկյանի ընկերություններին։ Մենք չէինք կարող հարցեր տալ, որովհետև բոլոր փաստաթղթերը կարգին էին։ Բայց մենք գիտեինք, որ ինչ-որ բան սխալ էր։ Ինչպիսի։ Ընկերություններ էին դրանք։ Ո՞վ էր ուղարկում այդ փողը։ Եվ ինչու։ Հենց Ծառուկյանին։
1996 թվականին Հայաստանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը փոխեց ամեն ինչ։ Նախագահական ընտրություններ էին, Լոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց։ Բայց ընտրությունների ժամանակ սկսեցին լսվել ձայներ, որ որոշակի բիզնեսմեններ ֆինանսավորում են ընտրական արշավները։ Ծառուկյանի անունը հնչեց այդ ցուցակում։ Բայց նա երբեք չհաստատեց այդ տեղեկությունները։ Ինչու՞։ Մի բիզնեսմեն կցանկանար ներգրավվել քաղաքականության մեջ այդ վաղ փուլում։ Ինչ էր նա ակնկալում ստանալ դրա դիմաց։ Նախկին քաղաքական խորհրդական, որը աշխատել է այդ ընտրական արշավում, պատմում է մանրամասներ, որոնք երբեք չեն հրապարակվել։ Ծառուկյանը չէր ուզում հրապարակայնություն, ասում է նա։ Նա աշխատում էր ստվերում։ Նա տալիս էր փող, տրամադրում էր ռեսուրսներ, բայց երբեք չէր պահանջում հրապարակային ճանաչում։ Նա ուզում էր ինչ-որ այլ բան։ Նա ուզում էր պաշտպանություն, ազդեցություն, հասանելիություն։ Ինչպիսի՞։ Պաշտպանություն։ Ինչպիսի՞։ Ազդեցություն։ Եվ ինչու՞։ Այդ բաները այդքան կարևոր էին նրա համար։ 1997 թվականին Հայաստանում տեղի ունեցավ քաղաքական ճգնաժամ։ Լոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը։ Այս փոփոխությունը ազդեց բոլոր բիզնեսմենների վրա։ Շատերը կորցրին իրենց դիրքերը, շատերը փախան երկրից։ Բայց Ծառուկյանը ոչ միայն չկորցրեց իր դիրքերը, այլ ամրապնդեց դրանք։ Ինչպես էր դա հնարավոր։ Ինչպիսի՞։ Կապ ուներ նա Քոչարյանի հետ։ Եվ ինչու՞։ Նոր իշխանությունը որոշեց պաշտպանել նրան։ Նախկին նախագահական վարչության աշխատակիցը պատմում է մի դեպք, որը լույս է սփռում այս հարցի վրա։ Քոչարյանը եկավ իշխանության հետ իր թիմով, ասում է նա։ Բայց նա պետք էր գումար իր քաղաքականությունը իրականացնելու համար։ Եվ այստեղ է, որ որոշակի բիզնեսմեններ դարձան կարևոր։ Ծառուկյանը մեկն էր այդ մարդկանցից։ Նա ուներ փող, ուներ կապեր, ամենակարևորը, նա գիտեր, թե ինչպես լռել։ Ինչու՞։ Լռելը այդքան կարևոր էր։ Ինչ գաղտնիքներ էր Ծառուկյանը պահում։ Եվ ինչ էր նա ստանում իր լռության դիմաց։ 1998 թվականին Ծառուկյանի ընկերությունը սկսեց նոր ուղղություն։ Նա հիմնեց Պրոսպերո ապահովագրական ընկերությունը։ Այս քայլը զարմացրեց շատերին, որովհետև ապահովագրական շուկան Հայաստանում դեռ զարգացած չէր։ Բայց Ծառուկյանը տեսնում էր ինչ-որ բան, ինչ ուրիշները չէին տեսնում։ Նա հասկանում էր, որ ապահովագրությունը միջոց է վերահսկելու փողի հոսքերը, միջոց է ստեղծելու կապեր բիզնեսի իշխանության մեջ։ Եվ նա օգտագործեց այդ հնարավորությունը լիովին։ Նախկին Պրոսպերոյի աշխատակիցը պատմում է, թե ինչպես էր աշխատում այդ համակարգը։ Մենք ապահովագրում էինք խոշոր ընկերություններ, պետական կառույցներ, նույնիսկ զինված ուժերի մասերը, ասում է նա։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ մենք երբեք չէինք վճարում մեծ փոխհատուցումներ։ Պայմանագրերը կնքվում էին, վճարները մուտք էին գործում, բայց երբ գալիս էր փոխհատուցման պահը, միշտ գտնվում էր պատճառ, որ չվճարել։ Եվ ոչ ոք չէր բողոքում, որովհետև բոլորը գիտեին, որ Ծառուկյանը պաշտպանված է։ Ո՞վ էր պաշտպանում նրան։ Ինչպիսի՞։ Կապեր էին այդքան ուժեղ, որ նույնիսկ խաբված հաճախորդները չէին համարձակվում բողոքել։ 1999 թվականին Ծառուկյանը սկսեց ներդրումներ անել սպորտի մեջ։ Նա հիմնեց ֆուտբոլային ակումբ, սկսեց հովանավորել մարզիկների, կառուցեց մարզական համալիրներ։ Շատերը մտածում էին, որ դա պարզապես հոբբի է, հարուստ մարդու ցուցադրություն։ Բայց իրականում դա ավելին էր։ Դա ներդրում էր հանրային կերպարի մեջ, ներդրում էր քաղաքական ապագայի մեջ։ Ծառուկյանը հասկանում էր, որ Հայաստանում սպորտը սիրված է, սպորտի հովանավորը ստանում է ժողովրդի սեր։ Եվ նա պետք էր այդ սերը իր քաղաքական կարիերայի համար։ Նախկին ֆուտբոլիստ, որը խաղացել է Ծառուկյանի ակումբում, պատմում է, թե ինչպես էր Ծառուկյանը վերաբերվում իր թիմին։ Նա երբեք չէր խնայում փող, ասում է նա։ Լավագույն մարզիչները, լավագույն պայմանները, լավագույն վարձատրությունը։ Բայց նա միշտ էլ ուզում էր, որ մենք հասկանանք, որ ամեն ինչ կախված է նրանից։ Նա ուզում էր, որ մենք երախտապարտ լինենք, որ մենք պատրաստ լինենք օգնել նրան, երբ նա կպահանջի։ Ինչպիսի՞։ Օգնություն կարող էր պահանջել Ծառուկյանը ֆուտբոլիստներից։ Եվ ինչու։ Նա կառուցում էր այդպիսի կախվածության համակարգ։
2000-րդ թվականին Ծառուկյանի հարստությունը արդեն հասել էր այնպիսի մակարդակի, որ նա դարձել էր Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նրա ընկերությունները վերահսկում էին ներմուծման մեծ մասը, ապահովագրական շուկայի զգալի մասը, ուներ ներդրումներ անշարժ գույքի, սպորտի, ռեստորանային բիզնեսի մեջ։ Բայց ամենակարևորը, նա ուներ ազդեցություն։ Ազդեցություն իշխանության վրա, ազդեցություն մեդիայի վրա, ազդեցություն հասարակության վրա։ Եվ նա պատրաստվում էր օգտագործել այդ ազդեցությունը նոր մակարդակի հասնելու համար։ Նախկին քաղաքական վերլուծաբան պատմում է, թե ինչպես էր Ծառուկյանը պատրաստվում քաղաքականություն մտնել։ Նա սկսեց հանդիպումներ կազմակերպել տարբեր շրջաններում, ասում է նա։ Նա օգնում էր մարդկանց, կառուցում էր դպրոցներ, նորոգում էր հիվանդանոցներ։ Բայց դա չէր բարեգործություն։ Դա ներդրում էր քաղաքական կապիտալի մեջ։ Նա ստեղծում էր բազա, որը հետագայում կդառնար նրա ընտրողներ։ Ինչու՞։ Ծառուկյանը որոշեց մտնել քաղաքականություն։ Ինչ էր նա ուզում ստանալ, ինչ արդեն չուներ։ Եվ ինչպես էր նա պլանավորում օգտագործել իր հարստությունը քաղաքական իշխանություն ձեռք բերելու համար։ 2002 թվականին Ծառուկյանը հիմնեց իր քաղաքական կուսակցությունը՝ Բարգավաճ Հայաստանը։ Այս քայլը զարմացրեց շատերին, բայց նրանց, ովքեր հետում էին Ծառուկյանի կարիերային, դա անակնկալ չէր։ Նա տարիներ շարունակ պատրաստվում էր այս պահին։ Նա ստեղծել էր ֆինանսական բազա, կառուցել էր կապեր, ձեռք բերել էր հանրային աջակցություն։ Եվ հիմա նա պատրաստ էր օգտագործել այդ ամենը քաղաքական իշխանություն ձեռք բերելու համար։ Բայց ինչու՞։ Հենց այդ պահին։ Ինչ փոխվեց Հայաստանում, որ Ծառուկյանը որոշեց, որ ժամանակն է քաղաքականություն մտնելու։ Նախկին Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամը պատմում է, թե ինչպես էր կազմակերպվում կուսակցությունը։ Ծառուկյանը ամեն ինչ վերահսկում էր անձամբ, ասում է նա։ Նա ընտրում էր յուրաքանչյուր թեկնածու, հաստատում էր յուրաքանչյուր որոշում, ֆինանսավորում էր յուրաքանչյուր արշավ։ Բայց նա երբեք չէր ուզում լինել առաջին պլանում։ Նա նախընտրում էր աշխատել ստվերում, վերահսկել ամեն ինչ, բայց չլինել հանրային դեմքը։ Ինչու՞։ Ծառուկյանը նախընտրում էր մնալ ստվերում։ Ինչ էր նա վախենում։ Կամ ինչ էր նա պահպանում։ 2003 թվականին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, Բարգավաճ Հայաստանը ստացավ զգալի քանակությամբ ձայներ։ Ծառուկյանը դարձավ պատգամավոր, նրա ազդեցությունը քաղաքականության մեջ դարձավ պաշտոնական։ Բայց շատերը հարցնում էին, ինչու՞։ Մի հարուստ բիզնեսմեն, որը կարող էր վայելել իր հարստությունը, որոշեց մտնել քաղաքականության կեղտոտ աշխարհ։ Պատասխանը, ըստ նրա մերձավորների, պարզ էր։ Ծառուկյանը ուզում էր պաշտպանություն։ Պաշտպանություն իր բիզնեսի համար, պաշտպանություն իր հարստության համար, պաշտպանություն իր ապագայի համար։ Նախկին պատգամավոր, որը աշխատել է Ծառուկյանի հետ խորհրդարանում, պատմում է, թե ինչպես էր Ծառուկյանը վարվում քաղաքականության մեջ։ Նա երբեք չէր մասնակցում բանավեճերի, ասում է նա։ Նա նստում էր լուռ, լսում էր, հետո անում էր այն, ինչ իրեն պետք էր։ Նա օգտագործում էր իր ազդեցությունը ոչ թե հանրային ելույթներով, այլ անձնական հանդիպումներով, գործարքներով, համաձայնություններով։ Նա խաղում էր երկար խաղ, նա շատ լավ էր դրանում։ Ինչպիսի՞ գործարքներ էր Ծառուկյանը կնքում։ Ինչ համաձայնություններ էր նա հասնում։ Եվ ինչ էր նա ստանում դրանց դիմաց։ 2004 թվականից 2007 թվականներին Ծառուկյանի ազդեցությունը շարունակեց աճել։ Նրա կուսակցությունը դարձավ կոալիցիայի մաս, նա ստացավ հասանելիություն իշխանության կենտրոնին։ Բայց այդ տարիներին սկսեցին լսվել նա ձայներ կոռուպցիայի, անօրինական գործարքների, իշխանության չարաշահման մասին։ Ծառուկյանի անունը հնչեց այդ մեղադրանքներում, բայց երբեք ոչինչ չապացուցվեց։ Ինչու՞։ Ոչ մի մեղադրանք չհասավ դատարան։ Ո՞վ էր պաշտպանում Ծառուկյանին։ Եվ ինչ գին էր վճարվում այդ պաշտպանության համար։ Նախկին դատախազ, որը քննել է Ծառուկյանի գործերից մեկը, պատմում է, թե ինչպես էր աշխատում համակարգը։ Մենք ունեինք ապացույցներ, ասում է նա։ Փաստաթղթեր, վկաներ, ֆինանսական հետքեր։ Բայց երբ մենք պատրաստվում էինք հարուցել գործ, մենք ստանում էինք զանգ վերից։ Մեզ ասում էին, որ դա քաղաքական հարց է, որ մենք չպետք է միջամտենք։ Եվ գործը փակվում էր։ Ո՞վ էր զանգահարում։ Ինչպիսի՞։ Քաղաքական հարցեր էին այդքան կարևոր, որ արդարադատությունը զոհվում էր։ Եվ ինչու՞։
Ծառուկյանը արժանի էր այդպիսի պաշտպանության։ 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցավ նախագահական ընտրություններ, Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ։ Այս փոփոխությունը նորից ազդեց բիզնես-քաղաքական հարաբերությունների վրա։ Ծառուկյանը, որը ուներ լավ հարաբերություններ Քոչարյանի հետ, պետք է հարմարվեր նոր իշխանությանը։ Եվ նա արեց դա շատ հմտորեն։ Նա շարունակեց աջակցել կառավարությանը, շարունակեց լինել կոալիցիայի մաս, շարունակեց ամրապնդել իր դիրքերը։ Բայց ինչպես էր նա կարողանում պահպանել իր ազդեցությունը տարբեր իշխանությունների ներքո։ Ինչ էր նրա գաղտնիքը։ Նախկին նախագահական վարչության աշխատակիցը, որը աշխատել է Սարգսյանի օրոք, պատմում է, թե ինչպես էր Ծառուկյանը կառուցում հարաբերություններ նոր իշխանության հետ։ Նա եկավ առաջարկներով, ասում է նա. ֆինանսական աջակցություն, քաղաքական աջակցություն, հասարակական աջակցություն։ Նա ցույց տվեց, որ նա կարող է օգտակար լինել, որ նա կարող է լինել դաշնակից։ Եվ Սարգսյանը ընդունեց այդ առաջարկը, որովհետև նա պետք էր այդպիսի դաշնակիցներ։ Բայց ինչ էր Ծառուկյանը ստանում դրա դիմաց։ Ինչպիսի արտոնություններ, ինչպիսի պաշտպանություն, ինչպիսի հնարավորություններ։ 2009-ից 2012 թվականներին Ծառուկյանի բիզնեսը շարունակեց ընդլայնվել։ Նա սկսեց ներդրումներ անել էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության մեջ։ Յուրաքանչյուր նոր ուղղություն բերում էր նոր միլիոններ, Ծառուկյանի հարստությունը դարձավ գրեթե անհաշվելի։ Բայց այդ տարիներին սկսեցին նա լսվել ձայներ, որ Ծառուկյանի ընկերությունները օգտվում են իրենց քաղաքական կապերից, անբարեխիղճ մրցակցություն ստեղծելու համար։ Փոքր բիզնեսները չէին կարող մրցել նրա հետ, որովհետև նա ուներ հասանելիություն ռեսուրսների, որոնք ուրիշներին հասանելի չէին։ Նախկին փոքր ձեռնարկատեր պատմում է իր փորձառությունը Ծառուկյանի ընկերությունների հետ մրցելու մասին։ Ես փորձեցի բացել ներմուծման բիզնես, ասում է նա։ Բայց ես շատ արագ հասկացա, որ դա անհնար է։ Ծառուկյանի ընկերությունները ստանում էին լավագույն պայմանները մաքսատներում, լավագույն վարկերը բանկերից, լավագույն պայմանագրերը մատակարարների հետ։ Ես չէի կարող մրցել։ Եվ երբ փորձեցի բողոքել, ինձ ասացին, որ ավելի լավ է լռել։ Ո՞վ էր ասում նրան լռել։ Ինչպիսի սպառնալիքներ էին արվում։ Եվ ինչու։ Համակարգը թույլ էր տալիս այդպիսի անբարեխիղճ մրցակցություն։ 2013 թվականին Հայաստանում սկսվեցին բողոքի ակցիաներ սոցիալական անարդարության դեմ։ Մարդիկ դուրս էին գալիս փողոցներ պահանջելով արդարություն, պահանջելով, որ հարուստները վճարեն իրենց մասը, պահանջելով, որ կոռուպցիան դադարի։ Ծառուկյանի անունը հնչեց այդ բողոքներում, բայց նա մնաց լուռ։ Նա չտվեց հարցազրույցներ, չարեց հայտարարություններ, չփորձեց պաշտպանվել։ Նա պարզապես շարունակեց իր բիզնեսը, իր քաղաքական գործունեությունը, իր կյանքը։ Ինչու։ Նա ընտրեց լռությունը։ Ինչ էր նա վախենում ասել։ Կամ ինչ էր նա պահպանում իր լռությամբ։ Նախկին հրապարակախոս, որը գրել է Ծառուկյանի մասին, պատմում է, թե ինչպես էր Ծառուկյանը վերաբերվում քննադատությանը։ Նա երբեք չպատասխանում էր ուղղակիորեն, ասում է նա։ Բայց մենք զգում էինք ճնշումը։ Մեր խմբագիրները ստանում էին զանգեր, մեր գովազդատուները սկսում էին հեռանալ, մեր աղբյուրները դադարում էին խոսել։ Ծառուկյանը չէր պետք է անել ոչինչ անձամբ։ Համակարգը աշխատում էր նրա համար։ Ինչպիսի համակարգ էր դա։ Ո՞վ էր կազմակերպում այդ ճնշումը։ Եվ ինչու։ Ծառուկյանը ուներ այդպիսի պաշտպանություն նույնիսկ մեդիայի դեմ։ 2014 թվականին Ծառուկյանը կատարեց մի քայլ, որը շոկեց շատերին։ Նա հայտարարեց, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից, կենտրոնանում է բիզնեսի բարեգործության վրա։ Շատերը մտածեցին, որ դա վերջն է նրա քաղաքական կարիերայի։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին Ծառուկյանին, գիտեին, որ դա ժամանակավոր քայլ է։ Նա պարզապես սպասում էր ճիշտ պահին, ճիշտ հնարավորությանը, ճիշտ իրավիճակին։ Եվ այդ պահը չուշացավ գալ։ Նախկին քաղաքական վերլուծաբան պատմում է, թե ինչու Ծառուկյանը որոշեց հեռանալ քաղաքականությունից այդ պահին։ Նա տեսավ, որ իրավիճակը փոխվում է, ասում է նա։ Սարգսյանի իշխանությունը սկսում էր թուլանալ, հասարակությունը դառնում էր ավելի քննադատական, միջազգային ճնշումը ավելանում էր։ Ծառուկյանը հասկացավ, որ ավելի լավ է հեռանալ հիմա, քան սպասել, մինչ ուշ լինի։
Նա ուզում էր պահպանել իր հեղինակությունը, իր ազդեցությունը, իր հնարավորությունները հետագայի համար։ Բայց ինչպես էր նա պլանավորում վերադառնալ։ Եվ երբ էր նա պլանավորում դա անել։ 2015-ից 2017 թվականներին Ծառուկյանը մնաց հանրային կյանքից հեռու, բայց նրա ազդեցությունը չնվազեց։ Նրա ընկերությունները շարունակեցին աճել, նրա կուսակցությունը շարունակեց գործել, նրա կապերը շարունակեցին ամրապնդվել։ Նա օգտագործեց այդ ժամանակը վերակազմակերպելու իր բիզնեսը, ամրապնդելու իր դիրքերը, պատրաստվելու հաջորդ փուլին։ Եվ երբ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը, Ծառուկյանը պատրաստ էր։ Նախկին Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամը պատմում էր, թե ինչպես էր Ծառուկյանը պատրաստվում հեղափոխությանը։ Մենք գիտեինք, որ ինչ-որ բան պատրաստվում է, ասում է նա։ Ծառուկյանը հանդիպումներ էր ունենում տարբեր խմբերի հետ, նա վերլուծում էր իրավիճակը, նա պլանավորում էր իր քայլերը։ Երբ հեղափոխությունը սկսվեց, նա արդեն գիտեր, թե ինչ անել։ Նա չմիացավ ոչ մի կողմին անմիջապես։ Նա սպասեց, տեսավ, թե ով է հաղթելու, հետո արեց իր ընտրությունը։ Ինչպիսի ընտրություն արեց Ծառուկյանը։ Ինչպես էր նա հարմարվում նոր իրականությանը։ Եվ կարողացավ նա պահպանել իր դիրքերը նոր իշխանության ներքո։ 2018 թվականի ապրիլյան օրերին, երբ հազարավոր մարդիկ լցվել էին Երանի փողոցները, երբ Սերժ Սարգսյանի իշխանությունը տատանվում էր, երբ ողջ երկիրը սպասում էր փոփոխությունների, Գագիկ Ծառուկյանը նստած էր իր առանձնատանը, դիտում էր իրադարձությունները հեռուստացույցով։ Նրա մերձավորները պատմում են, որ նա չէր ցույց տալիս ոչ մի հուզմունք, չէր անում ոչ մի մեկնաբանություն, չէր տալիս ոչ մի հրահանգ։ Նա պարզապես դիտում էր, սպասում էր։ Բայց ինչին էր նա սպասում։ Ինչ էր նա տեսնում այդ քաոսի մեջ, ինչ ուրիշները չէին տեսնում։ Եվ ինչու նա ընտրեց լռությունը, երբ ուրիշ քաղաքական գործիչներ շտապում էին հայտարարություններ անել։ Նախկին խորհրդական, որը այդ օրերին էր Ծառուկյանի մոտ, բացահայտում է մանրամասներ, որոնք լույս են սփռում նրա ռազմավարության վրա։ Ծառուկյանը ասաց մեզ, մենք պետք է սպասենք, մինչ պարզ դառնա, թե ով է իսկապես հաղթում, պատմում է նա։ Նա չուզում էր կողմ ընտրել շատ վաղ, որովհետև դա կարող էր նշանակել ամեն ինչ կորցնել։ Նա ասաց, որ քաղաքականությունը շախմատ է, մենք պետք է սպասենք ճիշտ քայլին։ Այս մոտեցումը ցույց էր տալիս, թե ինչպես էր Ծառուկյանը մտածում։ Նա չէր հուզական որոշումներ կայացնող մարդ։ Նա հաշվարկող էր, ռազմավարական էր, միշտ մտածում էր երկու քայլ առաջ։ Բայց արդյոք այս մոտեցումը կաշխատեր նոր Հայաստանում, որտեղ մարդիկ պահանջում էին թափանցիկություն, անկեղծություն։ Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, երբ հին համակարգը փլուզվեց, երբ շատ հին քաղաքական գործիչներ կորցրին իրենց դիրքերը, Ծառուկյանը արեց մի անսպասելի քայլ։ Նա հանդես եկավ հայտարարությամբ, որ աջակցում է նոր իշխանությանը, որ պատրաստ է համագործակցել, որ ցանկանում է օգնել երկրի զարգացմանը։ Շատերը զարմացան այս հայտարարությամբ, որովհետև Ծառուկյանը տարիներ շարունակ եղել էր հին համակարգի մաս։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան, չզարմացան։ Նրանք գիտեին, որ Ծառուկյանը միշտ էլ կարողանում էր հարմարվել, միշտ էլ գտնում էր ճանապարհ պահպանելու իր դիրքերը։ Բայց արդյոք նոր իշխանությունը կընդուներ նրան։ Արդյոք Փաշինյանը, որը խոստացել էր պայքարել կոռուպցիայի դեմ, կթույլ տար Ծառուկյանին շարունակել իր գործունեությունը։ Նախկին նախարար, որը մասնակցել է այդ ժամանակվա բանակցություններին, պատմում է, թե ինչպես էր Ծառուկյանը կառուցում հարաբերություններ նոր իշխանության հետ։ Նա եկավ առաջարկներով, որոնք դժվար էր մերժել, ասում է նա։ Ֆինանսական աջակցություն սոցիալական ծրագրերի համար, ներդրումներ տնտեսության մեջ, աշխատատեղերի ստեղծում։ Նա ցույց տվեց, որ նա կարող է օգտակար լինել, որ նա ունի ռեսուրսներ, որոնք երկիրը կարիք ունի։ Բայց արդյոք դա բավարար էր։ Արդյոք նոր իշխանությունը կարող էր վստահել մարդուն, որը տասնամյակներ շարունակ եղել էր հին համակարգի մաս։ Եվ ինչ գին էր Ծառուկյանը պատրաստ վճարել այդ վստահությունը ձեռք բերելու համար։ 2019 թվականին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացավ զգալի քանակությամբ ձայներ։ Ծառուկյանը վերադարձավ խորհրդարան, նրա ազդեցությունը նորից դարձավ պաշտոնական։ Բայց այս անգամ ամեն ինչ տարբեր էր։ Նոր Հայաստանում մեդիան ավելի ազատ էր, հասարակությունը ավելի քննադատական էր, միջազգային ուշադրությունը ավելի ուժեղ էր։ Ծառուկյանը չէր կարող այլս գործել այնպես, ինչպես նախկինում։ Նա պետք է ավելի զգույշ լիներ, ավելի թափանցիկ, ավելի պատասխանատու։ Բայց արդյոք նա իսկապես փոխվել էր։ Թե
Նա պարզապես սովորել էր ավելի լավ թաքցնել իր իսկական դեմքը։ Նախկին պատգամավոր, որը աշխատել է Ծառուկյանի հետ նոր խորհրդարանում, պատմում է իր դիտարկումները։ Ծառուկյանը փորձում էր ցույց տալ, որ նա փոխվել է, ասում է նա։ Նա խոսում էր թափանցիկության մասին, պատասխանատվության մասին, սոցիալական արդարության մասին։ Բայց երբ գալիս էր կոնկրետ որոշումների պահը, երբ պետք էր ընտրել իր շահերի հանրային շահերի միջ, նա միշտ ընտրում էր իր շահերը։ Սա հարց է բարձրացնում, արդյոք մարդիկ իսկապես կարող են փոխվել։ Արդյոք ով որ տասնամյակներ շարունակ գործել է մի համակարգում, կարող է իսկապես հարմարվել նոր համակարգին։ Թե հին սովորությունները, հին կապերը, հին մտածելակերպը միշտ մնում են։ 2020 թվականին Հայաստանում սկսվեց նոր ճգնաժամ։ Կորոնավիրուսի համաճարակը հարվածեց տնտեսությանը, մարդիկ կորցրին աշխատանքները, բիզնեսները փակվեցին։ Եվ այս ճգնաժամի մեջ Ծառուկյանը կրկին ցույց տվեց իր ազդեցությունը։ Նրա ընկերությունները շարունակեցին աշխատել, նրա աշխատակիցները պահպանեցին իրենց աշխատանքները, նրա բիզնեսը նույնիսկ աճեց որոշ ոլորտներում։ Ինչպես էր դա հնարավոր, երբ ողջ երկիրը տառապում էր։ Ինչպիսի ռեսուրսներ ուներ Ծառուկյանը, որ նա կարողացավ ոչ միայն վերապրել, այլ հաջողություն ունենալ այդպիսի ժամանակներում։ Նախկին տնտեսագետ, որը վերլուծել է Ծառուկյանի բիզնեսը, բացատրում է այս ելույթը։ Ծառուկյանի ուժը կայանում է նրա բազմազանության մեջ, ասում է նա։ Նա ունի բիզնես տարբեր ոլորտներում՝ ներմուծում, ապահովագրություն, անշարժ գույք, սպորտ, ռեստորաններ։ Երբ մեկ ոլորտը տառապում է, մյուսները փոխհատուցում են։ Բացի այդ, նա ունի կապեր բանկերի հետ, հասանելիություն վարկերի, արտոնություններ, որոնք փոքր բիզնեսները չունեն։ Բայց արդյոք դա արդար է։ Արդյոք մի մարդ պետք է ունենա այդպիսի առավելություններ, երբ հազարավոր փոքր ձեռնարկատերեր սնանկանում են։ Եվ ինչու համակարգը թույլ է տալիս այդպիսի անհավասարություն։ 2020 թվականի աշնանը Հայաստանում սկսվեց նոր պատերազմ Ադրբեջանի հետ։ 44 օրվա պատերազմը ավերեց երկիրը, հազարավոր զինվորներ զոհվեցին, հազարավոր ընտանիքներ կորցրին իրենց սիրելիներին։ Եվ այս ողբերգության մեջ Ծառուկյանը կրկին ցույց տվեց իր դերը։ Նա հատկացրեց միլիոնավոր դրամներ բանակին, օգնեց զինվորների ընտանիքներին, կազմակերպեց հումանիտար օգնություն։ Շատերը գնահատեցին այս քայլերը, շատերը տեսան նրա մեջ հայրենասեր, բարերար։ Բայց ուրիշներ հարցեր էին տալիս։ Արդյոք դա իսկական բարեգործություն էր, թե ներդրում հանրային կերպարի մեջ։ Արդյոք Ծառուկյանը իսկապես հոգում էր երկրի ժողովրդի մասին, թե նա պարզապես օգտագործում էր ողբերգությունը իր քաղաքական նպատակների համար։ Նախկին զինվոր, որը ստացել է օգնություն Ծառուկյանի հիմնադրամից, պատմում է իր փորձառությունը։ Երբ ես վերադարձա պատերազմից, ես ոչինչ չունեի, ասում է նա։ Ծառուկյանի հիմնադրամը տվեց ինձ փող, օգնեց գտնել աշխատանք, աջակցեց իմ ընտանիքին։ Ես երախտապարտ եմ նրան։ Բայց միևնույն ժամանակ ես հարցեր ունեմ։ Ինչու նա օգնում է մեզ։ Ինչ է նա ուզում դրա դիմաց։ Արդյոք մենք պարտավոր ենք նրան ինչ-որ բան։ Սրանք իրական հարցեր են, որոնք շատ մարդիկ տալիս են։ Երբ հարուստ մարդիկ անում են բարեգործություն, արդյոք դա միշտ անշահախնդիր է։ Թե միշտ կա ինչ-որ ակնկալիք, ինչ-որ հաշվարկ, ինչ-որ ներդրում ապագայի մեջ։ 2021 թվականին, երբ երկիրը դեռ վերականգնվում էր պատերազմից, երբ մարդիկ դեռ զգում էին իրենց կորուստները, երբ քաղաքական իրավիճակը դեռ անկայուն էր, Ծառուկյանը կատարեց մի քայլ, որը շոկեց շատերին։ Նա հայտարարեց, որ իր կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից անցնում է ընդդիմություն։ Այս որոշումը եկավ անսպասելի պահին, շատերը հարցեր էին տալիս, ինչու հենց հիմա։ Արդյոք Ծառուկյանը տեսավ, որ իշխանությունը թուլանում է, որոշեց հեռանալ նախքան ուշ լինելը։ Թե նա ուներ այլ պատճառներ, ավելի խորը հաշվարկներ։ Նախկին քաղաքական վերլուծաբան բացատրում է այս քայլի հնարավոր պատճառները։ Ծառուկյանը միշտ էլ խաղացել է երկար խաղ, ասում է նա։ Նա տեսավ, որ Փաշինյանի իշխանությունը թուլանում է պատերազմից հետո, որ հասարակությունը դժգոհ է, որ նոր ընտրություններ կարող են լինել շուտով։ Նա որոշեց դիրքավորվել որպես այլընտրանք, որպես ուժ, որը կարող է առաջարկել ինչ-որ նոր բան։ Բայց արդյոք Ծառուկյանը իսկապես կարող էր առաջարկել ինչ-որ նոր բան։ Արդյոք մարդը, որը տասնամյակներ շարունակ եղել է համակարգի մաս, կարող էր հանկարծ դառնալ փոփոխության խորհրդանիշ։ Թե
Դա պարզապես հերթական քաղաքական մանր էր, հերթական փորձ պահպանելու իշխանությունը ազդեցությունը։ 2022 թվականին Հայաստանում սկսվեցին նոր քաղաքական ճգնաժամեր։ Ընդդիմությունը պահանջում էր Փաշինյանի հրաժարականը, կառավարությունը փորձում էր պահպանել իր դիրքերը, հասարակությունը բաժանված էր։ Եվ այս քաոսի մեջ Ծառուկյանը կրկին խաղում էր իր դերը։ Նա չէր միանում ակտիվ բողոքներին, չէր կոչ անում հեղափոխության, բայց նա չէր աջակցում իշխանությանը։ Նա մնում էր մի տեսակ միջին դիրքում, սպասում էր, դիտում էր, հաշվարկում էր։ Սա նրա ռազմավարությունն էր տարիներ շարունակ, երբեք չլինել ծայրահեղ դիրքերում, միշտ պահպանել հնարավորությունը շարժվելու մի կողմից մյուսը։ Նախկին դիվանագետ, որը հետել է Հայաստանի քաղաքականությանը, գնահատում է Ծառուկյանի այս մոտեցումը։ Ծառուկյանը վարպետ է քաղաքական գոյատման մեջ, ասում է նա։ Նա գիտե, թե ինչպես պահպանել իր դիրքերը ցանկացած իրավիճակում։ Նա երբեք չվառում է իր բոլոր կամուրջները, երբեք չանում է անդառնալի քայլեր։ Նա միշտ թողնում է դռներ բաց, միշտ պահպանում է հնարավորությունները։ Բայց արդյոք այս մոտեցումը բարոյական է։ Արդյոք քաղաքական գործիչը պետք է ունենա հստակ սկզբունքներ, հստակ դիրքորոշումներ։ Թե քաղաքականությունը միշտ է խաղ, որտեղ գոյատումը ավելի կարևոր է, քան սկզբունքները։ 2022 թվականի վերջին Ծառուկյանի հարստությունը գնահատվում էր մի քանի 100 միլիոն $։ Նրա ընկերությունները վերահսկում էին զգալի մաս Հայաստանի տնտեսության, նրա ազդեցությունը տարածվում էր քաղաքականության, մեդիայի, սպորտի, բարեգործության ոլորտներում։ Նա դարձել էր մի ինստիտուտ, մի համակարգ, որը գործում էր անկախ կոնկրետ քաղաքական իրավիճակից։ Բայց ինչպես էր հնարավոր, որ մի մարդ, որը սկսել էր իր կարիերան 1991 թվականին գրեթե ոչնչով, հասավ այդպիսի բարձունքների։ Ինչ էր նրա գաղտնիքը։ Ինչպիսի կապեր, ինչպիսի գործարքներ, ինչպիսի համաձայնություններ կային այդ հաջողության հիմքում։ Նախկին բիզնես վերլուծաբան, որը տարիներ շարունակ ուսումնասիրել է Ծառուկյանի կարիերան, առաջարկում է իր տեսությունը։ Ծառուկյանի հաջողությունը հիմնված է 3 բանի վրա, ասում է նա։ Առաջին, նա միշտ եղել է ճիշտ տեղում ճիշտ ժամանակին։ Երկրորդ, նա միշտ ունեցել է ճիշտ կապերը ճիշտ մարդկանց հետ։ Երրորդ, նա միշտ եղել է պատրաստ անել այն, ինչ ուրիշները չէին ուզում կամ չէին համարձակվում անել։ Բայց ինչ է նշանակում անել այն, ինչ ուրիշները չէին ուզում անել։ Արդյոք դա նշանակում է անցնել բարոյական սահմաններով։ Արդյոք դա նշանակում է օգտագործել համակարգի թերությունները։ Թե դա պարզապես նշանակում է լինել ավելի համարձակ, ավելի ռիսկային, ավելի նպատակասլաց։ Այսօր, երբ մենք նայում ենք Ծառուկյանի կարիերային, մենք տեսնում ենք մի պատմություն, որը միաժամանակ ոգեշնչող է անհանգստացնող։ Ոգեշնչող, որովհետև ցույց է տալիս, թե ինչպես մի մարդ կարող է բարձրանալ ոչնչից հասնել անհավատալի հաջողության։ Անհանգստացնող, որովհետև բարձրացնում է հարցեր այն համակարգի մասին, որը թույլ տվեց այդ բարձրացումը։ Արդյոք Ծառուկյանի հաջողությունը արդյունք է նրա տաղանդի, նրա աշխատասիրության, նրա խելացիության։ Թե դա արդյունք է համակարգի, որը թույլ է տալիս որոշակի մարդկանց ունենալ արտոնություններ, որոնք ուրիշներին հասանելի չեն։ Նախկին սոցիոլոգ, որը ուսումնասիրել է Հայաստանի հարստության բաշխումը, տալիս է իր գնահատականը։ Ծառուկյանի պատմությունը ոչ թե անհատական հաջողության պատմություն է, ասում է նա։ Դա համակարգի պատմություն է։ Համակարգի, որը թույլ է տալիս որոշակի մարդկանց հարստանալ անհավատալի արագությամբ, մինչդեռ մեծամասնությունը պայքարում է գոյատման համար։ Համակարգի, որը խառնում է բիզնեսը քաղաքականությունը, որտեղ փողը գնում է իշխանություն, իշխանությունը գնում է ավելի շատ փող։ Արդյոք այս համակարգը կարող է փոխվել։ Արդյոք Հայաստանը կարող է ստեղծել տնտեսություն, որտեղ հաջողությունը կախված է տաղանդից, աշխատասիրությունից, ոչ թե կապերից, արտոնություններից։ Բայց գուցե ամենակարևոր հարցը այն է, ինչ դաս կարող ենք քաղել Ծառուկյանի պատմությունից։ Արդյոք մենք պետք է տեսնենք նրա մեջ օրինակ, մարդ, որը ցույց տվեց, որ ամեն ինչ հնարավոր է, եթե ունես նպատակ, վճռականություն։ Թե մենք պետք է տեսնենք նրա մեջ նախազգուշացում, օրինակ այն համակարգի, որը մենք չպետք է թույլ տանք շարունակվի։ Գուցե ճշմարտությունը ինչ-որ տեղ մեջտեղում է։ Գուցե Ծառուկյանը միաժամանակ տաղանդավոր բիզնեսմեն է, համակարգի արդյունք։ Գուցե նրա պատմությունը ցույց է տալիս ինչպես հնարավորությունները, այնպես էլ խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանում։
Երբ մենք հարցնում ենք, ինչպես Ծառուկյանը ստեղծեց իր հարստությունը 90-ականների քաոսում, պատասխանը բարդ է։ Դա ոչ թե մեկ գործոնի արդյունք է, այլ բազմաթիվ գործոնների համադրություն։ Ճիշտ ժամանակ, ճիշտ տեղ, ճիշտ կապեր, ճիշտ որոշումներ։ Բայց նա համակարգ, որը թույլ տվեց որոշակի մարդկանց օգտվել քաոսից, մինչդեռ մեծամասնությունը տառապում էր։ Համակարգ, որը խառնեց բիզնեսը քաղաքականությունը, որտեղ սահմանները անհստակ էին, որտեղ կանոնները գրված էին նրանց համար, ովքեր ուժ ունեին դրանք գրելու։ Այսօր, երբ Հայաստանը դեռ փնտրում է իր ճանապարհը, երբ երկիրը դեռ պայքարում է կոռուպցիայի, անհավասարության, անարդարության դեմ, Ծառուկյանի պատմությունը մնում է արդիական։ Ոչ թե որովհետև նա եզակի է, այլ որովհետև նա ներկայացնում է մի երևույթ, որը դեռ գոյություն ունի։ Երևույթ, երբ հարստությունը իշխանությունը կենտրոնացած են քիչ ձեռքերում, երբ համակարգը ծառայում է ընտրյալներին, ոչ թե մեծամասնությանը։ Եվ մինչ այդ համակարգը չփոխվի, մենք շարունակելու ենք տեսնել նոր Ծառուկյաններ, նոր մարդիկ, ովքեր կօգտագործեն համակարգի թերությունները իրենց օգտին։ Արդյոք Ծառուկյանի պատմությունը ավարտված է։ Հավանաբար ոչ։ Նա դեռ համեմատաբար երիտասարդ է, դեռ ակտիվ է, դեռ ազդեցիկ է։ Ապագան կկարողանա ավելացնել նոր գլուխներ այս պատմությանը։ Բայց անկախ նրանից, թե ինչ կլինի հետագայում, այն, ինչ արդեն տեղի է ունեցել, մնում է որպես վկայություն մի դարաշրջանի, երբ Հայաստանը անցնում էր խորը փոփոխություններով, երբ հին համակարգը փլուզվում էր, նորը դեռ չէր ձևավորվել, երբ քաոսի մեջ որոշակի մարդիկ գտան հնարավորություններ, որոնք փոխեցին իրենց կյանքը, ազդեցին ողջ երկրի վրա։ Եվ գուցե վերջնական հարցը, որը մենք պետք է տանք մեզ, ոչ թե Ծառուկյանի մասին է, այլ մեր մասին։ Ինչպիսի Հայաստան ենք մենք ուզում։ Հայաստան, որտեղ հաջողությունը հասանելի է միայն նրանց, ովքեր ունեն ճիշտ կապերը։ Թե Հայաստան, որտեղ յուրաքանչյուր ոք ունի իրական հնարավորություն հաջողության հասնելու իր տաղանդի աշխատասիրության շնորհիվ։ Պատասխանը այս հարցին կորոշի ոչ միայն Ծառուկյանի ապագան, այլ ողջ երկրի ապագան։ 2023 թվականին Հայաստանում սկսվեց նոր փուլ։ Երկիրը դեռ վերականգնվում էր պատերազմի հետանքներից, քաղաքական լարվածությունը շարունակվում էր, տնտեսությունը դժվարությամբ էր աճում։ Եվ այս բարդ իրավիճակում Ծառուկյանի դերը դարձավ ավելի անհստակ։ Նա չէր այլս պարզապես բիզնեսմեն կամ քաղաքական գործիչ։ Նա դարձել էր մի խորհրդանիշ, որը տարբեր մարդիկ տարբեր կերպ էին մեկնաբանում։ Ոմանց համար նա էր հաջողության օրինակ, ինքնակերտ միլիոնատեր, որը ցույց տվեց, որ Հայաստանում հնարավոր է հասնել բարձունքների։ Ուրիշների համար նա էր համակարգի խորհրդանիշ, մարդ, որը օգտագործեց կապերը արտոնությունները հարստանալու համար, մինչդեռ մեծամասնությունը պայքարում էր գոյատման համար։ Նախկին հրապարակախոս, որը տարիներ շարունակ գրել է Հայաստանի տնտեսության մասին, տալիս է իր վերլուծությունը։ Ծառուկյանի պատմությունը հայելի է, որը արտացոլում է Հայաստանի վերջին 32 տարիները, ասում է նա։ Երբ նայում ես այդ հայելուն, տեսնում ես ամեն ինչ, հնարավորությունները, անարդարությունները, հաջողությունները, ձախողումները, երազանքները, հիասթափությունները։ Ծառուկյանը ոչ թե պատճառ է, այլ ախտանիշ։ Նա ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում մեր համակարգը, ինչ արժեքներ ունի մեր հասարակությունը, ինչ ապագա ենք մենք կառուցում։ Բայց եթե Ծառուկյանը ախտանիշ է, ապա ինչ հիվանդություն է նա ցույց տալիս։ Եվ ինչպես կարող ենք մենք բուժել այդ հիվանդությունը։ 2023 թվականի գարնանը Ծառուկյանի ընկերություններից մեկը կնքեց խոշոր պայմանագիր պետական կառույցի հետ։ Պայմանագիրը վերաբերում էր սննդամթերքի մատակարարմանը պետական հաստատություններին։ Գումարը կազմում էր մի քանի միլիոն $։ Երբ այս տեղեկությունը հրապարակվեց, շատերը հարցեր էին տալիս։ Ինչու՞։ Հենց Ծառուկյանի ընկերությունը ստացավ այդ պայմանագիրը։ Արդյոք եղել է թափանցիկ մրցույթ։ Արդյոք ուրիշ ընկերություններ ունեցել են հավասար հնարավորություններ։ Պաշտոնական պատասխանները ասում էին, որ ամեն ինչ եղել է օրինական, որ Ծառուկյանի ընկերությունը ներկայացրել է լավագույն առաջարկը։ Բայց շատերը չէին հավատում այդ պատասխաններին։ Նախկին մրցակից ընկերության տնօրեն պատմում է իր փորձառությունը։ Մենք փորձեցինք մասնակցել այդ մրցույթին, ասում է նա։ Մենք պատրաստեցինք մեր առաջարկը, հավաքեցինք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացրեցինք մեր գները։ Բայց մենք գիտեինք, որ մենք չենք հաղթելու։ Բոլորը գիտեին, որ Ծառուկյանի ընկերությունն է հաղթելու։ Դա ոչ թե մրցույթ էր, այլ ձականություն։ Համակարգը արդեն որոշել էր, թե ով է հաղթելու, մենք պարզապես խաղում էինք մեր դերը այդ թատրոնում։ Եթե դա ճշմարտություն է, ապա ինչու՞։
Համակարգը շարունակում է պահպանել այդպիսի ձգականությունները։ Ինչու՞։ Չասել պարզ անկեղծ, որ որոշակի ընկերություններ ունեն արտոնություններ։ Թե ձգականությունը ինքնին մաս է համակարգի, միջոց է պահպանելու իրավաչափության տպավորությունը։ 2023 թվականի ամռանը Ծառուկյանը կատարեց մի քայլ, որը կրկին ցույց տվեց նրա ռազմավարական մտածողությունը։ Նա հայտարարեց, որ իր ընկերությունները սկսում են ներդրումներ անել վերականգնվող էներգետիկայի մեջ։ Արային քամու էներգիայի ծրագրեր, որոնք, ըստ նրա, կօգնեն Հայաստանին դառնալ էներգետիկ անկախ։ Այս հայտարարությունը ստացավ դրական արձագանքներ միջազգային կազմակերպություններից, շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպություններից, նույնիսկ կառավարությունից։ Բայց կային նրանք, ովքեր տեսնում էին այս քայլի ետում այլ մոտիվներ։ Նախկին էներգետիկայի փորձագետ բացատրում է, թե ինչու Ծառուկյանը հետաքրքրված է վերականգնվող էներգետիկայով։ Վերականգնվող էներգետիկան ստանում է մեծ սուբսիդիաներ պետությունից, միջազգային կազմակերպություններից, ասում է նա։ Բացի այդ, այն ստանում է հարկային արտոնություններ, նախապատվություն էլեկտրաէներգիայի ցանցին միանալու համար, երաշխիքներ էլեկտրաէներգիայի գնման համար։ Ծառուկյանը տեսնում է այստեղ հսկայական բիզնես հնարավորություն։ Նա ներդրում է հիմա, երբ շուկան դեռ զարգացող է, նա կստանա հսկայական շահույթներ հետագայում։ Բայց արդյոք դա վատ բան է։ Արդյոք բիզնեսմենը չպետք է փնտրի շահութաբեր հնարավորություններ։ Թե խնդիրը այն է, որ Ծառուկյանը կրկին ստանում է արտոնություններ, որոնք ուրիշներին հասանելի չեն։ 2023 թվականի աշնանը Հայաստանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կրկին բարձրացրեց հարցեր Ծառուկյանի բիզնեսի մասին։ Փոքր խումբ ակտիվիստներ կազմակերպեց բողոք Ծառուկյանի ընկերություններից մեկի դեմ։ Նրանք մեղադրում էին ընկերությանը աշխատողների իրավունքների խախտման մեջ, ցածր աշխատավարձերի, վատ աշխատանքային պայմանների մեջ։ Բողոքը տեց մի քանի օր, ստացավ որոշակի մեդիա ուշադրություն, բայց հետո հանկարծ դադարեց։ Ակտիվիստները հայտարարեցին, որ նրանք հասել են համաձայնության ընկերության հետ, բողոքը դադարեցրին։ Բայց շատերը չհավատացին այս բացատրությանը։ Նախկին ակտիվիստ, որը մասնակցել էր այդ բողոքին, պատմում է, թե ինչ իսկապես տեղի ունեցավ։ Մենք ստացանք զանգեր, այցելություններ, սպառնալիքներ, ասում է նա։ Մեզ ասացին, որ եթե մենք շարունակենք բողոքը, մենք կունենանք խնդիրներ։ Մեր ընտանիքները կտուժեն, մեր աշխատանքները կորցնենք, մեր անվտանգությունը կվտանգվի։ Մենք վախեցանք։ Մենք որոշեցինք դադարեցնել բողոքը։ Ծառուկյանի ընկերությունը տվեց մեզ փոքր գումար, խոստացավ բարելավել պայմանները, բայց մենք գիտենք, որ ոչինչ չի փոխվելու։ Եթե դա ճշմարտություն է, ապա ինչու՞ ոչ ոք չի միջամտում։ Ինչու՞ իրավապահ մարմինները չեն քննում այդ սպառնալիքները։ Ինչու՞ մեդիան չի հետում այս պատմությանը։ Պատասխանը, ըստ շատերի, պարզ է։ Ծառուկյանը ունի ազդեցություն, որը տարածվում է շատ ոլորտների։ Նա ունի կապեր իրավապահ մարմինների հետ, ազդեցություն մեդիայի վրա, հնարավորություն ճնշել նրանց, ովքեր փորձում են դիմադրել նրան։ Այս ազդեցությունը ոչ թե միայն նրա փողի արդյունք է, այլ նա տասնամյակներ շարունակ կառուցված համակարգի արդյունք։ Համակարգի, որտեղ բիզնեսը, քաղաքականությունը, իրավապահ մարմինները, մեդիան բոլորը կապված են միմյանց հետ, որտեղ ուժեղները պաշտպանում են միմյանց։ 2023 թվականի ձմռանը Ծառուկյանը տվեց հազվադեպ հարցազրույց մի տեղական հեռուստաալիքին։ Հարցազրույցի ընթացքում նրան հարցրին իր հարստության մասին, իր բիզնեսի մասին, մեղադրանքների մասին, որոնք արվում են նրա դեմ։ Ծառուկյանի պատասխանները էին զուսպ, հաշվարկված, զգուշավոր։ Նա ասաց, որ իր հարստությունը արդյունք է իր աշխատասիրության տաղանդի։ Նա ասաց, որ իր ընկերությունները աշխատում են օրինական, վճարում են հարկեր, ստեղծում են աշխատատեղեր։ Նա ասաց, որ մեղադրանքները նրա դեմ անհիմն են, քաղաքական մոտիվացված են։ Բայց նրա պատասխանները չբավարարեցին շատերին։ Նախկին լրագրող, որը դիտել է այդ հարցազրույցը, տալիս է իր գնահատականը։ Ծառուկյանը խոսեց այնպես, ինչպես բոլոր հարուստ մարդիկ խոսում են, ասում է նա։ Նա ասաց այն, ինչ մարդիկ ուզում են լսել, բայց նա չպատասխանեց իսկական հարցերին։ Նա չբացատրեց, թե ինչպես է նա ստացել իր առաջին կապիտալը։ Նա չբացատրեց, թե ինչու նրա ընկերությունները միշտ ստանում են լավագույն պայմանագրերը։ Նա չբացատրեց, թե ինչու նա ունի այդքան ազդեցություն քաղաքականության մեջ։
Նա պարզապես կրկնեց ստանդարտ պատասխանները, հարցազրույցը ավարտվեց առանց որևէ իսկական բացահայտման։ Բայց արդյոք մենք իրավունք ունենք պահանջելու այդ բացատրությունները։ Արդյոք հարուստ մարդը պարտավոր է հաշվետվություն տալ հասարակությանը, թե ինչպես է նա ստացել իր հարստությունը։ 2024 թվականի սկզբին Հայաստանում սկսվեցին քննարկումներ նոր հարկային օրենսգրքի մասին։ Կառավարությունը առաջարկում էր բարձրացնել հարկերը խոշոր բիզնեսների համար, ներդնել նոր հարկեր շքեղ ապրանքների անշարժ գույքի վրա, ամրապնդել հարկային վերահսկողությունը։ Այս առաջարկները նպատակ ունեին ավելացնել պետական եկամուտները, նվազեցնել անհավասարությունը։ Բայց դրանք հանդիպեցին ուժեղ դիմադրության խոշոր բիզնեսմենների կողմից։ Ծառուկյանը, թե հանրայնորեն չարտահայտվեց այս թեմայի շուրջ, ըստ լուրերի, ակտիվորեն լոբբինգ էր անում դեմ այդ բարեփոխումների։ Նախկին պատգամավոր, որը մասնակցել է այդ քննարկումներին, պատմում է, թե ինչպես էր Ծառուկյանը աշխատում։ Նա երբեք չէր գալիս անձամբ չէր ասում, ես դեմ եմ այս օրենքին, ասում է նա։ Նա ուղարկում էր իր մարդկանց, ովքեր խոսում էին տարբեր պատգամավորների հետ, բացատրում էին, թե ինչու այդ օրենքը վնասակար է տնտեսության համար, առաջարկում էին այլընտրանքներ։ Նա օգտագործում էր իր ազդեցությունը զգուշորեն, անտեսանելի, բայց արդյունավետ։ Եվ վերջում օրենքը փոխվեց այնպես, որ այն չվնասեց խոշոր բիզնեսներին։ Սա հարց է բարձրացնում, ով է իսկապես կայացնում որոշումները Հայաստանում։ Արդյոք դա ընտրված պատգամավորներն են, որոնք ենթադրաբար ներկայացնում են ժողովրդի շահերը։ Թե դա հարուստ բիզնեսմեններ են, ովքեր օգտագործում են իրենց ազդեցությունը պաշտպանելու իրենց շահերը։ 2024 թվականի գարնանը Ծառուկյանի ընտանիքի մասին հրապարակվեցին նոր տեղեկություններ։ Պարզվեց, որ նրա որդիները դուստրերը նույնպես ակտիվորեն ներգրավված են բիզնեսում, որ նրանք ունեն սեփական ընկերություններ, որոնք նույնպես հաջողությամբ են զարգանում։ Շատերը տեսան այստեղ դինաստիայի ստեղծում, փորձ փոխանցելու հարստությունը ազդեցությունը հաջորդ սերնդին։ Բայց ուրիշներ հարցեր էին տալիս, արդյոք Ծառուկյանի երեխաները հասել են հաջողության իրենց սեփական ջանքերով, թե նրանք պարզապես օգտվում են հոր անունից կապերից։ Նախկին բիզնես գործընկեր, որը աշխատել է Ծառուկյանի որդու հետ, պատմում է իր դիտարկումները։ Ծառուկյանի որդին տաղանդավոր երիտասարդ է, ասում է նա։ Բայց նա ունի առավելություններ, որոնք ուրիշ երիտասարդները չունեն։ Երբ նա սկսում է նոր բիզնես, նա ունի հասանելիություն կապիտալի, կապերի, փորձի։ Նա չի պետք է պայքարի այնպես, ինչպես սովորական երիտասարդը պետք է պայքարի։ Դա ոչ թե նրա մեղքն է, բայց դա ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում մեր համակարգը։ Հարստությունը, ազդեցությունը փոխանցվում են սերնդից սերունդ, անհավասարությունը ամրապնդվում է։ Արդյոք մենք կարող ենք մեղադրել Ծառուկյանին, որ նա օգնում է իր երեխաներին։ Արդյոք յուրաքանչյուր ծնող չի ուզում տալ իր երեխաներին լավագույն հնարավորությունները։ Թե խնդիրը ավելի խորն է, համակարգային է, անհատական ընտանիքները պարզապես արտացոլում են այդ համակարգը։ 2024 թվականի ամռանը Ծառուկյանը կատարեց մի քայլ, որը շոկեցրեց շատերին։ Նա հայտարարեց, որ նվիրաբերում է մեծ գումար Հայաստանի բանակին նոր սարքավորումների վերապատրաստման համար։ Այս նվիրաբերությունը ստացավ լայն հրապարակայնություն, շատերը գնահատեցին Ծառուկյանի հայրենասիրությունը։ Բայց կային նրանք, ովքեր տեսնում էին այս քայլի ետում հաշվարկ։ Նրանք ասում էին, որ Ծառուկյանը օգտագործում է բարեգործությունը որպես միջոց բարելավելու իր հանրային կերպարը, որպես միջոց ամրապնդելու իր կապերը իշխանության հետ, որպես միջոց պաշտպանելու իր բիզնեսը քննադատությունից։ Նախկին հոգեբան, որը ուսումնասիրել է հարուստների վարքագիծը, բացատրում է այս ելույթը։ Հարուստ մարդիկ հաճախ զբաղվում են բարեգործությամբ ոչ միայն ալտրուիստական մոտիվներից, ասում է նա։ Նրանք ուզում են բարելավել իրենց հանրային կերպարը, ստեղծել լեգիտիմություն իրենց հարստության համար, կառուցել կապեր ազդեցիկ մարդկանց հետ։ Բարեգործությունը դառնում է ներդրում սոցիալական կապիտալի մեջ, որը հետագայում կարող է վերածվել տնտեսական կամ քաղաքական կապիտալի։ Բայց արդյոք դա նշանակում է, որ բարեգործությունը վատ բան է։ Արդյոք մենք պետք է մերժենք հարուստների նվիրաբերությունները, եթե մենք կասկածում ենք նրանց մոտիվներում։ Թե մենք պետք է ընդունենք օգնությունը, անկախ նրանից, թե ինչ մոտիվներ ունի նվիրատուն։ 2024 թվականի աշնանը Հայաստանում սկսվեցին նոր քննարկումներ տնտեսական բարեփոխումների մասին։ Կառավարությունը միջազգային կազմակերպությունների ճնշման ներքո առաջարկում էր ավելի խիստ կանոններ բիզնեսի համար, ավելի մեծ թափանցիկություն, ավելի ուժեղ հակակոռուպցիոն մեխանիզմներ։
Այս առաջարկները նպատակ ունեին ստեղծել ավելի արդար տնտեսություն, որտեղ բոլորը կունենան հավասար հնարավորություններ։ Բայց դրանք կրկին հանդիպեցին դիմադրության խոշոր բիզնեսմենների կողմից։ Եվ Ծառուկյանը, ըստ լուրերի, կրկին էր այդ դիմադրության առաջնագծում։ Նախկին բարեփոխող, որը աշխատել է այդ առաջարկների վրա, պատմում է իր հիասթափությունը։ Մենք փորձեցինք ստեղծել համակարգ, որտեղ բիզնեսը կլինի թափանցիկ, որտեղ կանոնները կկիրառվեն բոլորի նկատմամբ հավասարապես, որտեղ կոռուպցիան կդժվարանա, ասում է նա։ Բայց մենք հանդիպեցինք հսկայական դիմադրության։ Խոշոր բիզնեսմենները, ներառյալ Ծառուկյանը, օգտագործեցին իրենց ազդեցությունը արգելակելու այդ բարեփոխումները։ Նրանք ասացին, որ այդ բարեփոխումները կվնասեն տնտեսությանը, կնվազեցնեն ներդրումները, կավելացնեն գործազրկությունը։ Բայց իրականում նրանք պարզապես վախենում էին կորցնել իրենց արտոնությունները։ Ինչու՞։ Համակարգը թույլ է տալիս, որ մի քանի մարդիկ արգելակեն բարեփոխումները, որոնք կօգտեն ողջ հասարակությանը։ Ինչու՞։ Նրանց շահերը դիտարկվում են ավելի կարևոր, քան մեծամասնության շահերը։ 2024 թվականի ձմռանը Ծառուկյանի մասին հրապարակվեց մի նոր հետազոտություն։ Անկախ լրագրողների խումբը վերլուծեց նրա բիզնեսի կառուցվածքը, նրա ընկերությունների սեփականության շղթան, նրա ֆինանսական հոսքերը։ Հետազոտությունը բացահայտեց բարդ ցանց օֆշորային ընկերությունների, անհասկանալի գործարքների, կասկածելի փոխանցումների։ Հետազոտողները չմեղադրեցին Ծառուկյանին ոչ մի կոնկրետ հանցագործության մեջ, բայց նրանք բարձրացրեցին հարցեր նրա բիզնեսի թափանցիկության մասին։ Ծառուկյանը արձագանքեց հայտարարությամբ, որտեղ ասաց, որ հետազոտությունը անհիմն է, որ նրա բիզնեսը լիովին օրինական է, որ նա պատրաստ է համագործակցել ցանկացած պաշտոնական քննության հետ։ Նախկին լրագրող, որը մասնակցել է այդ հետազոտությանը, պատմում է, թե ինչ դժվարություններ նրանք հանդիպեցին։ Ծառուկյանի բիզնեսի կառուցվածքը նախագծված է այնպես, որ դժվար լինի հետել փողի հետքերին, ասում է նա։ Օֆշորային ընկերություններ, միջնորդներ, բարդ գործարքներ։ Մենք փորձեցինք հասկանալ, թե որտեղից է գալիս փողը, ուր է գնում, բայց դա գրեթե անհնար էր։ Եվ երբ մենք փորձեցինք հարցեր տալ, մենք հանդիպեցինք լռության պատի։ Ոչ ոք չուզում էր խոսել, բոլորը վախենում էին։ Ինչու՞։ Այդքան գաղտնիություն։ Եթե Ծառուկյանի բիզնեսը օրինական է, ինչու՞։ Այդքան բարդություն։ Ինչու՞։ Չլինել թափանցիկ բաց։ Այսօր, երբ մենք նայում ենք Ծառուկյանի պատմությանը, մենք տեսնում ենք մի պատկեր, որը միաժամանակ հստակ է անհասկանալի։ Հստակ է, որ նա հարուստ մարդ է, որ նա ազդեցիկ է, որ նա կարևոր դեր է խաղում Հայաստանի տնտեսական-քաղաքական կյանքում։ Բայց անհասկանալի է, թե ինչպես հենց նա հասավ այդ դիրքին, ինչու հենց նա ստացավ այդ հնարավորությունները, ինչ գին վճարվեց այդ հաջողության համար։ Եվ գուցե ամենակարևորը, ինչ դաս կարող ենք մենք քաղել այս պատմությունից ապագայի համար։ 2025 թվականի սկզբին Հայաստանում սկսվեց նոր քննարկում, որը ուղղակիորեն վերաբերում էր Ծառուկյանի նման բիզնեսմենների դերին երկրի զարգացման մեջ։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պահանջում էին ստեղծել հարստության հայտարարագրման նոր համակարգ, որտեղ խոշոր բիզնեսմենները պարտավոր կլինեին բացատրել իրենց ակտիվների ծագումը։ Այս առաջարկը հանգեցրեց տաք բանավեճների։ Կողմնակիցները ասում էին, որ այդպիսի թափանցիկությունը անհրաժեշտ է կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Հակառակորդները պնդում էին, որ այդպիսի պահանջները խախտում են մասնավոր սեփականության իրավունքը, կվնասեն բիզնես միջավայրին։ Ծառուկյանը, ինչպես սովորաբար, հանրայնորեն չարտահայտվեց այս թեմայի շուրջ, բայց նրա մերձավորները հստակ դեմ էին այդպիսի նախաձեռնությանը։ Նախկին իրավաբան, որը աշխատել է հարստության հայտարարագրման համակարգերի վրա, բացատրում է, թե ինչու այդպիսի թափանցիկությունը կարևոր է։ Երբ մարդիկ տեսնում են, որ ինչ-որ մեկը տասնամյակների ընթացքում կուտակել է հսկայական հարստություն, նրանք իրավունք ունեն իմանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել, ասում է նա։ Ոչ թե որովհետև մենք ենթադրում ենք, որ ամեն ինչ անօրինական է, այլ որովհետև թափանցիկությունը պաշտպանում է ինչպես հասարակությանը, այնպես էլ ինքը բիզնեսմենին։ Եթե ամեն ինչ օրինական է, ապա ինչու՞ վախենալ ցույց տալ դա։ Բայց հակառակ կողմը պնդում է, որ այդպիսի համակարգերը կարող են չարաշահվել քաղաքական նպատակներով, որ դրանք կարող են օգտագործվել ճնշելու անհարմար բիզնեսմենների։ Ո՞րն է ճիշտ հավասարակշռությունը թափանցիկության մասնավոր իրավունքների միջ։ 2025 թվականի գարնանը Ծառուկյանի ընկերություններից մեկը կնքեց նոր խոշոր պայմանագիր միջազգային ընկերության հետ։ Պայմանագիրը վերաբերում էր գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը։
Պաշտոնական հայտարարությունները ներկայացնում էին այս գործարքը որպես մեծ հաջողություն հայկական բիզնեսի համար, որպես ապացույց, որ հայկական ընկերությունները կարող են մրցել միջազգային շուկայում։ Բայց մի խումբ փոքր գյուղատնտեսներ բողոքեցին, ասելով, որ Ծառուկյանի ընկերությունը օգտագործում է իր դիրքը մենաշնորհելու արտահանումը, որ փոքր արտադրողները չեն կարող մուտք գործել միջազգային շուկա, որովհետև բոլոր կապերը վերահսկվում են մի քանի խոշոր խաղացողների կողմից։ Նախկին գյուղատնտես, որը փորձել է արտահանել իր արտադրանքը, պատմում է իր փորձառությունը։ Ես արտադրում եմ բարձրորակ մրգեր բանջարեղեն, ասում է նա։ Ես ունեմ միջազգային գնորդներ, ովքեր հետաքրքրված են իմ արտադրանքով։ Բայց երբ ես փորձում եմ կազմակերպել արտահանումը, ես հանդիպում եմ անհաղթահարելի խոչընդոտների։ Լոգիստիկան վերահսկվում է մի քանի ընկերությունների կողմից, որոնք պատկանում են խոշոր բիզնեսմենների։ Նրանք պահանջում են այնպիսի գներ, որ իմ բիզնեսը դառնում է անշահութաբեր։ Կամ նրանք պարզապես ասում են, որ նրանք չունեն տեղ իմ բեռների համար։ Արդյոք սա ազատ շուկայական տնտեսություն է։ Արդյոք սա այն համակարգն է, որը մենք ուզում ենք Հայաստանում։ 2025 թվականի ամռանը Ծառուկյանը կատարեց մի քայլ, որը ցույց տվեց նրա շարունակական ազդեցությունը քաղաքականության մեջ։ Նրա կուսակցությունը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնություն, որը նպատակ ուներ փոխել որոշակի հարկային կանոններ։ Առաջարկվող փոփոխությունները, ըստ քննադատների, կնպաստեին խոշոր ներմուծողներին, կվնասեին փոքր տեղական արտադրողներին։ Սկսվեց լայն հանրային բանավեճ, բայց վերջում օրենքը ընդունվեց փոքր փոփոխություններով։ Շատերը տեսան այստեղ Ծառուկյանի ազդեցության ապացույց, նրա կարողությունը ձևավորել օրենսդրությունը իր բիզնես շահերին համապատասխան։ Նախկին պատգամավոր, որը քվեարկել է այդ օրենքի դեմ, պատմում է, թե ինչպես էր ընթանում գործընթացը։ Օրենքի քննարկման ժամանակ շատ փորձագետներ նշեցին դրա խնդիրները, ասում է նա։ Բայց այդ ձայները անտեսվեցին։ Կային հստակ հրահանգներ վերից, որ այդ օրենքը պետք է ընդունվի։ Երբ մենք հարցնում էինք, ինչու, մեզ ասում էին, որ դա տնտեսական անհրաժեշտություն է, որ դա կօգնի զարգացնել բիզնեսը։ Բայց մենք բոլորս գիտեինք, թե ով է իսկապես օգտվելու այդ օրենքից։ Ինչու՞։ Համակարգը թույլ է տալիս, որ մասնավոր շահերը ներկայացվեն որպես հանրային շահեր։ Ինչպես կարող ենք մենք ստեղծել իսկապես ժողովրդավարական համակարգ, որտեղ օրենքները ծառայում են մեծամասնությանը, ոչ թե փոքրամասնությանը։ 2025 թվականի աշնանը Հայաստանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կրկին բարձրացրեց հարցեր Ծառուկյանի բիզնեսի մասին։ Նրա ընկերություններից մեկը մեղադրվեց շրջակա միջավայրի աղտոտման մեջ։ Տեղական բնակիչները բողոքեցին, ասելով, որ ընկերության գործունեությունը աղտոտում է օդը, ջուրը, վնասում է նրանց առողջությանը։ Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը սկսեց ստուգում, բայց շատ արագ հայտարարեց, որ ընկերությունը չի խախտում որևէ կանոն։ Բնակիչները չհավատացին այս եզրակացությանը, շարունակեցին բողոքել, բայց նրանց ձայնը մնաց անլսված։ Նախկին բնակիչ, որը ապրում էր ընկերության մոտ, պատմում է իր փորձառությունը։ Մենք ամեն օր տեսնում էինք ծուխը, զգում էինք հոտը, տեսնում էինք աղտոտված ջուրը, ասում է նա։ Մեր երեխաները սկսեցին հիվանդանալ, մեր ծերերը ունեցան շնչառական խնդիրներ։ Մենք բողոքեցինք, գրեցինք բողոքներ, կազմակերպեցինք հանրահավաքներ։ Բայց ոչինչ չփոխվեց։ Նախարարությունը ասաց, որ ամեն ինչ կարգին է, տեղական իշխանությունները մեզ անտեսեցին, մեդիան չուզեց լուսաբանել մեր պատմությունը։ Ինչու՞։ Համակարգը պաշտպանում է ընկերությանը, ոչ թե բնակիչներին։ Ինչու՞։ Բիզնես շահերը դիտարկվում են ավելի կարևոր, քան մարդկանց առողջությունը։ 2025 թվականի ձմռանը Ծառուկյանի մասին հրապարակվեց նոր հոդված միջազգային մեդիայում։ Հոդվածը վերլուծում էր նրա բիզնես կայսրությունը, նրա դերը Հայաստանի տնտեսությունում։ Հոդվածը չմեղադրեց Ծառուկյանին ոչ մի կոնկրետ հանցագործության մեջ, բայց բարձրացրեց հարցեր այն համակարգի մասին, որը թույլ տվեց նրան հասնել այդպիսի ազդեցության։ Հոդվածը նշեց, որ Հայաստանում, ինչպես շատ հետխորհրդային երկրներում, տնտեսական քաղաքական իշխանությունը կենտրոնացած է փոքր էլիտայի ձեռքում, որ այդ էլիտան օգտագործում է իր դիրքը պահպանելու, ամրապնդելու իր արտոնությունները։ Ծառուկյանը ներկայացվեց որպես այդ համակարգի խորհրդանիշ։ Նախկին միջազգային փորձագետ, որը աշխատել է Հայաստանում, մեկնաբանում է այս ելույթը։ Ծառուկյանի պատմությունը ոչ թե եզակի է, ասում է նա։ Մենք տեսնում ենք նմանատիպ պատմություններ շատ երկրներում, որոնք անցել են սովետական համակարգից շուկայական տնտեսության։
Այդ անցումային շրջանում որոշակի մարդիկ, ովքեր ունեին ճիշտ կապերը, ճիշտ դիրքերը, կարողացան կուտակել հսկայական հարստություն շատ կարճ ժամանակում։ Եվ հետո նրանք օգտագործեցին այդ հարստությունը ձեռք բերելու քաղաքական ազդեցություն, որը թույլ տվեց նրանց պաշտպանել, ընդլայնել իրենց բիզնեսը։ Բայց արդյոք այս համակարգը անխուսափելի է։ Արդյոք կան այլընտրանքներ, ուղիներ դեպի ավելի արդար թափանցիկ տնտեսություն։ 2026 թվականի սկզբին Հայաստանում սկսվեցին նոր քննարկումներ տնտեսական մոդելի մասին։ Երիտասարդ տնտեսագետների խումբը հրապարակեց հետազոտություն, որտեղ վերլուծում էր Հայաստանի տնտեսության կառուցվածքը, առաջարկում էր բարեփոխումներ։ Հետազոտությունը ցույց էր տալիս, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց կենտրոնացած է, որ մի քանի խոշոր խաղացողներ վերահսկում են զգալի մաս շուկայի, որ փոքր-միջին բիզնեսները դժվարանում են մրցել։ Հետազոտողները առաջարկում էին ամրապնդել հակամենաշնորհային օրենսդրությունը, ավելացնել թափանցիկությունը, ստեղծել հավասար մրցակցային պայմաններ։ Այս առաջարկները ստացան աջակցություն քաղաքացիական հասարակությունից, բայց դիմադրություն բիզնես էլիտայից։ Նախկին երիտասարդ տնտեսագետ, որը մասնակցել է այդ հետազոտությանը, պատմում է իր մոտիվացիան։ Մենք տեսնում էինք, որ մեր երկիրը ունի հսկայական ներուժ, ասում է նա։ Տաղանդավոր մարդիկ, ստեղծագործ գաղափարներ, աշխատասեր ժողովուրդ։ Բայց այդ ներուժը չի իրացվում, որովհետև համակարգը թույլ չի տալիս։ Երբ մի քանի մարդիկ վերահսկում են ամեն ինչ, երբ կապերը ավելի կարևոր են, քան տաղանդը, երբ արտոնությունները տրվում են ընտրյալներին, ապա մեծամասնությունը չունի իրական հնարավորություն հաջողության հասնելու։ Բայց ինչպես կարող ենք մենք փոխել այս համակարգը։ Ինչպես կարող ենք մենք ստեղծել տնտեսություն, որը ծառայում է բոլորին, ոչ թե միայն ընտրյալներին։ 2026 թվականի գարնանը Ծառուկյանը կատարեց մի քայլ, որը ցույց տվեց, որ նա դեռ ակտիվորեն ներգրավված է քաղաքականության մեջ։ Նրա կուսակցությունը սկսեց պատրաստվել հաջորդ խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցությունը թարմացրեց իր ծրագիրը, ներկայացրեց նոր թեկնածուներ, սկսեց ակտիվ քարոզարշավ։ Ծառուկյանը անձամբ այցելեց տարբեր շրջաններ, հանդիպեց ընտրողների հետ, խոստացավ լուծել նրանց խնդիրները։ Նրա ելույթներում նա խոսում էր սոցիալական արդարության մասին, աշխատատեղերի ստեղծման մասին, տնտեսական զարգացման մասին։ Բայց շատերը հարցեր էին տալիս, արդյոք Ծառուկյանը, որը ինքը մաս է էլիտայի, կարող է իսկապես պայքարել սոցիալական անարդարության դեմ։ Նախկին քաղաքական վերլուծաբան գնահատում է Ծառուկյանի քաղաքական ռազմավարությունը։ Ծառուկյանը վարպետ է պոպուլիստական ռիտորիկայի մեջ, ասում է նա։ Նա գիտե, թե ինչ ուզում են լսել մարդիկ, նա ասում է այդ բառերը։ Բայց երբ գալիս է կոնկրետ գործողությունների պահը, երբ պետք է ընտրել իր շահերի հանրային շահերի միջ, նա միշտ ընտրում է իր շահերը։ Սա ոչ թե անձնական թերություն է, այլ համակարգային խնդիր։ Երբ բիզնեսմենները մտնում են քաղաքականություն, նրանք բերում են իրենց շահերը իրենց հետ, այդ շահերը հաճախ հակասում են հանրային շահերին։ Արդյոք մենք պետք է արգելենք բիզնեսմենների մասնակցությունը քաղաքականությանը։ Թե մենք պետք է ստեղծենք ավելի խիստ կանոններ, որոնք կանխեն շահերի բախումը։ 2026 թվականի ամռանը Ծառուկյանի ընտանիքի մասին հրապարակվեցին նոր տեղեկություններ։ Պարզվեց, որ նրա ընտանիքի անդամները ունեն սեփականություն տարբեր երկրներում, անշարժ գույք, բիզնեսներ, բանկային հաշիվներ։ Այս տեղեկությունները բարձրացրեցին հարցեր այն մասին, թե ինչպես է Ծառուկյանի ընտանիքը տեղափոխել այդքան մեծ գումարներ երկրից դուրս, արդյոք այդ գործարքները եղել են օրինական, արդյոք վճարվել են բոլոր անհրաժեշտ հարկերը։ Ծառուկյանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ընտանիքի բոլոր ակտիվները ձեռք են բերվել օրինական եկամուտներից, որ բոլոր հարկերը վճարվել են, որ միջազգային ներդրումները բնականon են հաջող բիզնեսմենների համար։ Նախկին հարկային փորձագետ բացատրում է, թե ինչու այդպիսի միջազգային ակտիվները կարող են լինել խնդրահարույց։ Երբ հարուստ մարդիկ պահում են իրենց ակտիվները օֆշորային տարածքներում կամ օտար երկրներում, դա դժվարացնում է հարկային վերահսկողությունը, ասում է նա։ Դա նա բարձրացնում է հարցեր այն մասին, թե արդյոք այդ մարդիկ իսկապես հավատարիմ են իրենց երկրին։ Եթե նրանք վստահում են Հայաստանի ապագային, ինչու՞։ Նրանք տեղափոխում են իրենց հարստությունը դուրս երկրից։ Եթե նրանք ուզում են օգնել Հայաստանի զարգացմանը, ինչու՞։ Նրանք չեն ներդնում իրենց փողը այստեղ։ Սրանք իրական հարցեր են, որոնք շատ մարդիկ տալիս են։ Բայց պատասխանները բարդ են, հաճախ կախված են անհատական հանգամանքներից։ 2026 թվականի աշնանը Հայաստանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ցույց տվեց Ծառուկյանի շարունակական ազդեցությունը։
Կառավարությունը առաջարկեց նոր օրենք, որը նպատակ ուներ կարգավորել խոշոր ներմուծողների գործունեությունը։ Օրենքը պահանջում էր ավելի մեծ թափանցիկություն, ավելի խիստ վերահսկողություն, ավելի բարձր պատասխանատվություն։ Բայց օրենքը հանդիպեց ուժեղ դիմադրության, վերջում այն ընդունվեց այնպիսի փոփոխություններով, որ այն կորցրեց իր սկզբնական նպատակը։ Շատերը տեսան այստեղ Ծառուկյանի նրա նման բիզնեսմենների ազդեցության ապացույց։ Նախկին օրենսդրական խորհրդական պատմում է, թե ինչպես էր փոխվում օրենքը քննարկումների ընթացքում։ Սկզբնական տարբերակը իսկապես ուժեղ էր, ասում է նա։ Այն կստեղծեր իրական թափանցիկություն, հաշվետվողականություն։ Բայց հետո սկսվեցին լոբբինգը, ճնշումները, բանակցությունները։ Յուրաքանչյուր նիստից հետո օրենքը դառնում էր ավելի թույլ։ Ավելացվում էին բացառություններ, փոխվում էին սահմանումները, նվազեցվում էին պատիժները։ Վերջում այն, ինչ ընդունվեց, շատ տարբեր էր այն, ինչ առաջարկվել էր։ Ինչու՞։ Համակարգը թույլ է տալիս, որ լոբբինգը այդպես ազդի օրենսդրության վրա։ Ինչպես կարող ենք մենք ստեղծել գործընթաց, որտեղ հանրային շահերը պաշտպանված են մասնավոր շահերի ազդեցությունից։ Այսօր, երբ մենք նայում ենք Ծառուկյանի ողջ պատմությանը, սկսած 1991 թվականից մինչ այսօր, մենք տեսնում ենք մի պատկեր, որը միաժամանակ ոգեշնչող է անհանգստացնող։ Ոգեշնչող, որովհետև ցույց է տալիս, որ Հայաստանում հնարավոր է հասնել հսկայական հաջողության։ Անհանգստացնող, որովհետև բարձրացնում է հարցեր այն ճանապարհների մասին, որոնցով այդ հաջողությունը ձեռք է բերվել։ Ծառուկյանի պատմությունը ոչ թե պարզապես մի մարդու պատմություն է։ Դա մեր երկրի պատմությունը, մեր համակարգի պատմությունը, մեր ընտրությունների պատմությունը։ Եվ գուցե ամենակարևոր հարցը, որը մենք պետք է տանք մեզ այսօր, ոչ թե Ծառուկյանի անցյալի մասին է, այլ մեր ապագայի մասին։ Ինչպիսի՞ Հայաստան ենք մենք ուզում տեսնել 30 տարի հետո։ Հայաստան, որտեղ հաջողությունը դեռ կախված է կապերից, արտոնություններից։ Թե՞ Հայաստան, որտեղ յուրաքանչյուր ոք ունի իրական հնարավորություն իրացնելու իր ներուժը։ Պատասխանը այս հարցին կախված է մեզանից բոլորիցս։ Մեր ընտրություններից, մեր գործողություններից, մեր պատրաստակամությունից պահանջելու փոփոխություններ։ Ծառուկյանի պատմությունը ցույց է տալիս, թե ինչ է եղել։ Մեր պարտականությունն է որոշել, թե ինչ կլինի։